Սպասելիքներից նախ խոսենք, ինչ սպասելիքներ ունեք։ Նիկոլի գծած շրջանակներում սպասելիքները մեկն է, անարդար դատավարություն, եթե իհարկե դրա անունը դատավարություն կարելի է դնել, հրահանգավորված դատարան, եթե այդպես կարելի է ձևակերպել, որտեղ մեզ ասում են, չէ, այդ որ մի դատավորն է, որ իմ ասածը պետք է չանի, մենք լսել ենք, չէ, ուղիղ եթերում ինչպես են ասում, կալանք ուզես պետք է տաս, եւ այս շրջանակներում հասկանալ, որ Նիկոլի պայմաններում հնարավոր է արդարադատություն, դա նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ եւ փորձել, չգիտեմ, սեփական գործողությունները կամ անգործությունը ինչ որ կերպ արդարացնելու, մենք դրա միտումը եւ նպատակը չունենք եւ ամենևին մեր ներկայությունը այստեղ արդարադատությանը նպաստելու, դրա հանրային հսկողությունը իրականացնելու մասին չէ, այստեղ ենք ուղղակի Նարեկին եւ Վազգենին ասելու, որ դուք մենակ չեք, դուք այն զրկանքները, որ կրում եք Հայաստանի հասարակության համար տեսանելի են, մենք շատ լավ գիտենք, որ դուք քրեական օրենսգրքով պատժելի որևէ արարք չեք արել, այդ արարքը գործելու անգամ կասկածանքի եւ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չի, մենք շատ լավ գիտենք, որ Աղդամցի Ալենը ձեր նկատմամբ մատնություն է իրականացրել, սուտ մատնություն է իրականացրել, մենք շատ լավ գիտենք, որ Նիկոլա Հպատակ այդ ստրկական իրավապահ համակարգը մի ավել պաշտոնի, պարգևավճարի, մի քանի ամիս լրացուցիչ SMS չստանալու եւ այդ պաշտոնը վայելելու համար ուղղակի պատանդի կարգավիճակում են պահում Վազգեն Սաղաթելյանին եւ հացադուլը փառք Աստծո դադարեցրած արդեն, բայց առողջական մեծ խնդիրներ ունեցող եւ իր առողջությանը շատ ծանր վնաս հասցրած Նարեկ Սամսոնյանին։ Այս մարդիկ չեն կարող լինել անգամ այս դատաքննության ընթացքում։ Այստեղ դատաքննություն չկա, սա վրեժխնդրություն է, սա ցուցադրական պատիժ է, յուրաքանչյուրիս ինձ, ձեզ եւ Հայաստանի քաղաքացիներին տեսեք, թե ինչ է լինում Նիկոլի դեմ գնացող մարդկանց, ինչ է լինում Նիկոլի դեմ պայքարող մարդկանց, ինչ է լինում մարդկանց հետ, ովքեր ուզում են ունենալ հայրենիք, անկախ հայրենիք, չեն ուզում այս թուրքական ճանապարհը անցնել եւ սա ակնհայտորեն այլևս միայն Հայաստանի քաղաքացիների եւ հայ հասարակության խնդիրն է։ Ես շատ կուզենայի, որ կարողանայի ասել միջազգային հանրությունը այդ Նիկոլի ժամանակ ոնց էին, չէ, Նիկոլին շրջապատում բոլոր տեսակի դեսպան, այո, իրավապաշտպանները, դեսպաններն ու դեսպանատներն ու միջազգային կազմակերպությունները կարծես մոռացել են, որ մարդը բարձրագույն արժեք է կամ հայ մարդու կյանքը իրենց համար ուղղակի ոչինչ չի նշանակում, որովհետեւ իրենք ունեն այստեղ կամակատար, ում այդ կառույցների միջոցով էլ Նիկոլի հասնում այդ թուրք-ադրբեջանական փողերը եւ ինքը այստեղ Հայաստանը վերածում է թուրքական եւ ադրբեջանական մի տարածքի վարչական, որտեղ պիտի ունենան իրենք անխոչնդոտ ցանկացած գործողություն իրականացնելու հնարավորություն։ Այ անխոչնդոտություններից մեկն էլ սա է ենթադրում, հայ մարդը պիտի Հայաստանում դատվի, Հայաստանի բանտերում լինեն, նույն կարգավիճակում ինչ որ Բաքվի բանտերում են հայ պատանդները։ Տիկին Մկրտչյան Արարատ Միրզոյանի ելույթից չեմ կարող որոշ հարցեր չհնչեցնել, Ստրասբուրգում խոսեց եւ ժողովրդավարության մասին, թե ինչպիսի ժողովրդավար երկիր է Հայաստանը, նաեւ հարց հնչեց, թե ինչպես է ստացվում, որ սրբազաններ են այսօր կալանավորված, նա ասաց, որ դե հիմնական դրանք կեղծ տեղեկատվություն են, եթե նրանք սպանության կոչեր են անում, բնականաբար պետք է պատասխանատվության ենթարկվի։ Ես էլ չեմ կարող չհիշեցնել, թե ով է այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում, մի մարդ, ով կասկածվում է թուրքի գործակալ լինելու մեջ, ընդ որում ոչ հերքել են, ոչ հաստատել են։ Հիմա ամեն մի անիմաստ արտահայտության վրա եւ ամեն մի Նիկոլի դեմ ասված քաղաքական եւ քաղաքացիական մտքի համար այս երկրի հեղինակազրկված ԱԱԾ-ն կլինի, քնչականը կլինի, միանգամից հաղորդագրություններ են տարածում։ Այդ չգիտես ինչի Օմեգայի հետ կապված որևէ կասկած փարատելու անհրաժեշտություն իրենք չեն տեսել։ Դե Օմեգայի է, թուրքի գործակալը հիանալի կատարում է իր աշխատանքը։ Եկեք մեր թուլությունը եւ անկարողությունը այստեղ անկեղծ լինենք ու ֆիքսենք, որ այսօր մեր պետության արտաքին գործերի նախարարը Եվրոպայի խորհրդում ներկայանում է մի մարդ, ով որ թուրքի գործակալ է, հիանալի կատարելով իր պարտականությունները։ Իսկ ինչ վերաբերում է ինչ-որ սպանության կոչերի մասին, թող մի հատ տեսնեն այդ Նիկոլի շուրջը հավաքվածները ինչ կոչեր են անում հայ առաքելական եկեղեցու հետ կապված, թող տեսնեն Հայաստանում քաղաքական գործիչների, Նիկոլի դեմ պայքարողների կողմից ինչ կոչեր են արվում Նիկոլի կողմնակիցների շուրթերից այդ մարդկանց նկատմամբ, ինչպես են իրենք վերաբերվում կին քաղաքական գործիչներին եւ ինչպիսի
բարեհոգեբանական տերորի են ենթարկում ցանկացած մարդու Հայաստանում, ով կփորձի պայքարել Նիկոլի դեմ կամ որևէ կերպ ունենա քաղաքական ներգրավվածություն կամ ցանկություն իրացնելու իր սահմանադրական իրավունքները։ Իհարկե իրենք սա չեն տեսնում, չեն նկատում, որովհետև այսպիսին ա լինում բռնազավթված պետությունը։ Ես ցավում եմ, որ նույն Եվրոպայի խորհրդում այդ օմեգան կարողացել է գնալ եւ խաբելով, համոզելով միջազգային կառույցներին ներկայանալ որպես Հայաստանի ներկայացուցիչ, որպես Հայաստանը ներկայացնող պաշտոնյա, իրականում լինելով Թուրքի աշխատող եւ Թուրքի գործակալ։